Հոմեոպաթիկ մեթոդը շատ ավելի ճշգրիտ է, քան շատերն են կարծում, և շատ ավելի արդյունավետ է, քան այլ մեթոդներ, որոնք ուղղված են մեծ մասամբ ախտանիշը ճնշելու վրա, այդ ուղղությամբ են աշխատում, և որոշ մեթոդներ էլ շատ վտանգավոր են և մարդու հոգեկան աշխարհի հետ կապված և նաև օրգանիզմի կենսական ուժի հետ կապված։ Միակ մեթոդը, որը դեղորայքային մեթոդը, որը չունի, եթե ճիշտ է մասնագետը աշխատում, չունի կողմնակի ազդեցություններ և չունի, այսինքն եթե չի կարողանում օգնի, գոնե չի վնասում։ Մեծ մասամբ լինում է օգնել պացիենտներին, բայց եթե նույնիսկ որևէ պրեպարատ այդ պահին չաշխատեց, այդ պրեպարատը չի վնասում, այսինքն չունի լուրջ ծանր հետևանքներ։ Այժմ դա շատ կարևոր է, երբ որ պրեպարատը կողմնակի ազդեցություն չունի և այն աշխատում է օգուտ տալու վրա, այսինքն այդ ուղղությամբ։ Նաև այստեղ հոմեոպաթի կարողություններն են կարևոր, այսինքն ինչպես է տեսնում պացիենտի հիվանդությունը, պացիենտին և ինչպես է տեսնում բուժման ճանապարհը, որովհետև հոմեոպաթիան ճիշտ է ուղղված է բժշկմանը, բայց մասնագետները տարբեր են և այսօր կան այնպիսի մասնագետներ, որոնք և հոմեոպաթիկ պրեպարատներով են բուժում և ժամանակակից թունավոր պրեպարատներով։ Դա հոմեոպաթ չի, նա չի կարող և չի հասկանում հոմեոպաթիայի իմաստը և ընդհանրապես բժշկման իմաստը։ Եթե ժամանակակից մասնագետը ժամանակակից պրեպարատներով է աշխատում, այսինքն դեղականների սիմպտոմատիկ բուժումով է աշխատում, այսինքն նա չի էլ պատկերացնում, թե ինչ է բժշկում։ Կապ չունի ինքը ավարտել է, որ բուհն է ավարտել, որ երկրի բուհը բժշկականը կամ 20 տարի է սովորել, թե 50 տարի, թե 10 տարի, դա կապ չունի։ Եթե մասնագետը աշխատում է զուտ սիմպտոմատիկ բուժման վրա, ուրեմն նա չգիտի, թե ինչ է բուժում է։ Սա շատ կարևոր է և այստեղ կարևոր է նաև մասնագետը, թե ինչպես է աշխատում։ Կան նաև հոմեոպաթներ, որոնք իսկապես շատ օգուտներ են բերել պացիենտներին, առողջությանը, բայց կան հոմեոպաթներ, ովքեր անիմաստ նշանակումներ են անում և հասնում են որոշակի արդյունքի և այդտեղից հետո կանգնում է արդյունքը, որովհետև այստեղ պետք է իմացություն ողջ, այսինքն նույն պացիենտի հետ կապված իմացություն, այսինքն պետք է ճանաչի պացիենտին, ճանաչի հիվանդությունները և հիվանդությունների շղթայված կապը մյուս օրգանհամակարգերի հետ, այսինքն եթե հոմեոպաթը սրտխփոցով եկան դիմեցին և միայն սրտխփոցի դեղը տվեց, որպեսզի սիրտի սրտխփոց չլինի, այսինքն ճնշեց պրեպարատով, դա հոմեոպաթ չի, ընդհանրապես բժիշկ չի, եթե բժիշկը նշանակում է միայն սրտխփոց ճնշող պրեպարատ, բայց եթե բժիշկը գալիս է պացիենտը բժշկին ասում է սրտխփոցում եմ, բժիշկը պետք է իմանա, երբ է տեղանում գիշերը, ուտելուց հետո, քայլելուց, եթե գիշերն է կարող է և սրտի հետ կապված լինի, եթե սրտի հետ է կապված գիշերը շնչառությունը ինչպես է, եթե վահանաձև գեղձի հետ է կապված, կարող է վահանաձև գեղձի հետ կապված լինի գիշերը։ Ուտելուց հետո կարող է լինել լյարդ, իրականում սիրտը հիվանդ չի, լյարդն է հիվանդ, ուտելուց հետո կամ դռներակը, ընդհանրապես դռներակի այդ համակարգը, ապա ուտելուց հետո սրտխփոց կարող է լինել և ոչ թե այդ դեպքում սրտխփոցները դադարեցնող պրեպարատ է պետք, այլ լյարդը բուժող պրեպարատ, կամ եթե գիշերն է եղել և գիշերը հազը լինում շնչառության հետ կապված խնդիր, ապա սրտամկանի հետ է պետք աշխատել կամ
անոթների և փականների էլաստիկության հետ։ Այստեղ կարևորը թե բուժողը ինչի վրա է աշխատում։ Այսօր կան պոլիկլինիկայում պացիենտ ասում է սրտխփոց ունեմ ու շատ արագ նշանակում են հենց սրտխփոցը դադարեցնող պրեպարատ, որը հենց սրտխփոցի վրա է աշխատում։ Դա շատ սխալ է։ Այդ դեպքում, եթե հիվանդությունը սրտում մեջ կամ լյարդում, օրինակ եմ ասում, ապա այդ հիվանդությունները ավելի են բարդանալ, որովհետև եթե լյարդի հետ կապված ուտելուց հետո է սրտխփոցը, ապա սիրտը փորձում է կոմպենսացնել այդ ճնշումը, այսինքն փորձել դեպի սիներակ արյուն բերել։ Եթե այդ բանը դադարեցնեն, ապա կոլապսում է սիներակում արյունը, չի գալիս դեպի սիրտ և սիրտը կարա նաև, այսինքն սրտամկանների հյուսվածքները չստանան սնունդ և հյուսվեն կամ ձևափոխվեն և այդպես շարունակ։ Այսինքն այստեղ բժիշկը պետք է ոչ թե ճնշի ախտանիշը, այսինքն սիմպտոմատիկ բուժում չտա, այլ խնդիրը գտնի և խնդիրը դրանից հետո դուրս անի։ Հոմեոպաթիան սա թույլ է տալիս անել։ Հոմեոպաթիայի հիմքը դա է, որ գտնելը, թե ինչու էր այդ ախտանիշը, ինչու կար, ինչու եղավ, երբ սկսվեց, որ օրգանի հիվանդության կամ որ հիվանդության պատճառով, և այդպես աշխատելով պացիենտին օգնում է ազատվել այդ և հիվանդությունից և ախտանիշից։ Բնականաբար հիվանդություն դուրս գա, ախտանիշը այլևս չի լինի։ Եվ հոմեոպաթիայի հետ կապված նաև կան դա չիմացության արդյունք է, երբ շատերը անոնց հասկանալու թե դա ինչ է, սկսում են եզրակացություններ կայացնել իրենց ունեցած գիտելիքների հիմքի վրա կայացած կարծիքները, այսինքն առանց հասկանալու դեղորայքը ինչպես է աշխատում, ասում են թե փոքր դոզաներ են, դա չի կարող աշխատել կամ պրեպարատները մենք չենք տեսել ինչպես են կառուցարկվում և պատրաստվում։ Իրականում դոզան, չափաբաժինը դեղորայքի պետք է հասցվի նվազագույնի, որպեսզի կողմնակի ազդեցություն չունենա, բայց այնպիսի դոզայի չափաբաժնի, որը նաև արդյունավետ աշխատում է։ Եվ փորձնականում և գործնականում և նույնիսկ ապացուցողական ձևով բազմիցս անգամ երկու հզոր լաբորատորիաներում նույնիսկ Ֆրանսիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապացուցվեց հոմեոպաթիկ պրեպարատների աշխատանքի սպեկտրը և ինչպես է աշխատում, եթե դոզաները մինչև 15-րդ նոսրացումն է մոլեկուլյար մակարդակով է աշխատում, այսինքն բջիջների հյուսվածքների ռեցեպտորների վրա է աշխատում և ազդակ է տալիս, որպեսզի օրգանիզմը տեսնի իր հիվանդությունը և ազդակով մեխանիզմներ է միանում բժշկվելու, նաև ազդակով վերականգնում է միներալների նկատմամբ զգայունակությունը և որոշ դեպքերում թունավորումներն է դուրս հանում և այդպես շարունակ։ Իսկ 15-ից ավելի բարձր նոսրացումների դեպքում նանոմասնիկներն են աշխատում այդտեղ և քվանտային ֆիզիկան, այսինքն հոմեոպաթիկ պրեպարատը աշխատում է կենտրոնական նյարդային համակարգի հետ, ցույց տալով իր հիվանդությունը և աշխատում է միջբջջային և մակարդակում, այսինքն և որոշ դեպքերում նույնիսկ բջիջների ներսի մակարդակում, օրինակ կա միտոքոնդրիումների հետ խնդիրը, երբ որ քիչ ենք անվերանում, հոմեոպաթիան է վերականգնում այդ նանոմասնիկները հասցնելով բջջի ներս, նույնիսկ կորիզակ և նույնիսկ IF-ի սինթեզը հոմեոպաթիկ պրեպարատներ են վերականգնում, երբ չի լինում IF-ի սինթեզը լավացնել ժամանակակից մեթոդներով։ Եվ չիմացությունը դա ամոթ բան չի, բայց ամոթ է, երբ որ մարդը չիմանալով իր չիմացած գիտելիքների հիման վրա է կարծիք հայացնում, այլ դա իսկապես մինիմում ճիշտ չէ։ Իսկ ընդհանուր առմամբ
Հոմեոպաթիան ավելի բարդ մեխանիզմներ ունի, նաև հոմեոպաթիկ մեթոդը հաշվի է առնում բնավորությունը մարդու, որովհետև շատ հիվանդություններ կազմված են մարմին, նյարդային համակարգ, գլխուվեղ, այդ կապով և հոգեվիճակով, և խրոնիկ հիվանդությունների մասին է խոսքը, և անհնար է ֆիզիոլոգիական մակարդակով պացիենտին օգնել առանց գիտակցելու պացիենտի սովորությունները, բնավորությունը և մտածողությունը, և այդպես շարունակ։ Այսինքն այստեղ պետք է մի ամբողջ կոմպլեքս և նույնիսկ ժամանակակից մեթոդը չի կարողանում բժշկել ստրեսից առաջացած հիվանդությունները, այնպիսի ստրեսներից, որոնց մարդը պատրաստ չէ, օրինակ հանկարծակի վախից, երբ որ շաքարային դիաբետ է առաջանում, դա մենակ կարող է օգնել դեղորայքային ձևով հոմեոպաթիկ մեթոդը։ Այսինքն գլխուղեղի կերակուրի մակարդակում այդ խնդիրը դուրս հանել, և խրոնիկ հիվանդությունների մեծ մասը առաջանում է այն հիվանդությունները, որոնք բնական ճանապարհով ձեռք բերվել, այսինքն ոչ թե նոր սխալ բուժումներով, առաջանում է գլխուղեղի կերակուրի մակարդակում և այնուհետև տարածվում է ամբողջ օրգանիզմին, դա են ցույց տալիս բազմաթիվ MRT հետազոտություններ և ողնուղեղի և գլխուղեղի, նույնիսկ այդ հետազոտությունով կարելի է իմանալ, թե ինչ խնդիր է եղել պացիենտի մոտ, և այդ լավ մի գիտնական կա, Խամերը հասկանում է, ինքը դա շատ լավ ապացուցեց և նրա գործերը շատ ինքը նույնիսկ անբուժելի հիվանդություններ է օգնում բուժել, քաղցկեղներ և այլն, այսինքն այստեղ մեթոդի փիլիսոփայությունն է գտնել հիվանդության պատճառը, արմատը, դա դուրս հանել և նաև մեթոդի ազդեցության ոլորտներն են հյուսվածքները, ռեցեպտորները, կենտրոնական նյարդային համակարգի համագործակցությունը օրգանների հետ, այսինքն ռեֆլեկտոր կապը, և այդ ձևով օրգանիզմին օգնում է կենսական ուժը վերականգնել, այսինքն տեսնում է օրգանիզմը արդեն իր պրոցեսները և ինքը իրենով վերականգնում է, որովհետև Աստված մեխանիզմներ է ստեղծել մարդու մեջ, որոնք իրենք իրենցով են դա կատարվում, մարդը չի կարող իր կամքով փոխել այդ մեխանիզմները և իր ձեռքի միջամտությամբ որոշակի պրեպարատ խմելով կարողանա դա ավելի լավացնել, ավելի շատ խախտում է, նույն հորմոն խմելով, վանաձև գեղձի հետ կապված, ընդհանրապես հորմոնալ թերապիան հենց այդ կապակցությունն է, որ մարդը երբ իր ձեռքով է ուզում միջամտել, խախտվում է ամբողջ համակարգը, այսօր հորմոնալ թերապիան շատ մեծ վնասներ է հասցնում մարդկանց և իրենց օրգանիզմին և այդ մարդկանց ներքին վիճակին և ապրելակերպի վրա, նույնը նաև վերաբերում է տրանկվիլիզատորները, հակադիպրեսանտները, որոնցով նույնպես միջամտում են պրոցեսներին, նյարդային համակարգի հետ կապված և հորմոնալ, և ավելի մեծ վնասներ են, ընդհուպ կարող է ուղեղի բարենքիման մահանալ, շատ դեպքեր կան 2-3 տարի պացիենտը հակադիպրեսանտներ, տրանկվիլիզատորներ է խմել և ուղեղի բարենքիմայի բջիջները մահացել են ու կիստաներ են առաջանում, այսինքն հոմեոպաթիկ մեթոդը ուղղված է չվնասելու պացիենտին և ազատելու հնարավորինս շատ ազատելու հիվանդություններից խրոնիկ և նորոգելու կենսական ուժը օրգանիզմի, այսինքն նորոգվում է կենսական ուժը հնարավորինս չափ և օրգանիզմի պրոցեսները կատարվում են ինքնաբերաբար, ինչպես Աստված դրել է մարդու մեջ, ամեն մարդու մեջ իր ունեցած հոգեվիճակի հետ կապված չափով, այստեղ ժամանակակից մեթոդոլոգիան սա չի դիտարկում և արտաքնապես ախտանիշ տեսնում է, ուզում է ախտանիշը հեռացնել, դրա համար է, որ անտեղի վիրահատություններ են տեղի ունենում վահանաձև գեղձի, ընդհանրապես ներքին օրգանների անտեղի շատերը, 90-95%-ը անտեղի է, այսինքն բուժվող հիվանդություններ են բժշկվող, բայց վիրահատում են, որովհետև իրենք չեն կարողանում բուժել կամ ժամանակ և
ցանկություն չկա, բարի կամք չկա։ Եվ այսպես շարունակ, ուրեմն հոմեոպաթիկ մեթոդը սա կօգնի, որպեսզի ավելի ճշգրիտ ընկալվի մարդկանց մեջ, որովհետև Հայաստանում այդ մեթոդը չգիտես ինչու ճիշտ է 90-ականներից կա, բայց ճիշտ չի մատուցվում հանրությանը, կամ չի մատուցվել, եւ նաեւ հոմեոպաթիկ պրեպարատների հիմքն է միներալներ, բույսեր, այսինքն բնական միջոցներ, որ մոնոպրեպարատներ են, այսինքն օրինակ տույա ծառից, նույն կեչու ծառից, այսինքն խեժից է պատրաստում եւ այդպես շարունակ։ Եվ այն մոտեցումը, թե բույսերը չեն կարող մարդուն օգնել, բույսերը սխալ բուսաբուժի ձեռքում կարող են վնաս հասցնել, բայց ճիշտ բուսաբուժի մոտ շատ են օգնում, բայց բուսաբուժությունը մտնում է հոմեոպաթիայի մեջ, բուսաբուժությունը եթե չափաբաժինները ճիշտ չանեն, կարող է օգնել մասնակի, բայց հոմեոպաթիկ մեթոդը ավելի հստակեցել է, վերածվել է բժշկությունը ավելի պրոֆեսիոնալի եւ ճշգրիտի եւ ճիշտ չափաբաժինները եւ ճիշտ, որովհետեւ մոնոպրեպարատներ պետք է լինեն, ճիշտ ձևով թեորիկ պատրաստելով, ճիշտ ձևով են աշխատում եւ հնարավորինս արդյունավետ եւ շատ բուսաբուժների մոտ չի ստացվում օգնել, որովհետև խառնում են, թուրմ են սարքում մի քանի տեսակ ճիշտ եւ թունդ են սարքում, այսինքն դոզան մեծացնում են եւ ինքնաբուժողների մեջ թեյեր են պատրաստում 5-6 տեսակի բույս խառնելով, դա թույն է վերածվում։ Իրական դեղորայք պետք է լինի մոնոպրեպարատ, այսինքն մեկ հիմք ունենա, եթե բույսը մեկ տեսակի բույս եւ չպետք է այդ պրեպարատը թունդ լինի, այսինքն եթե թրմել են կամ թունդ չպետք է լինի, այսինքն ճիշտ չափաբաժնով, բայց հոմեոպաթիան ավելի լայն եւ ընդարձակ է, քան բուսաբուժությունը մի փոքր մասն է հոմեոպաթիկ մեթոդի մեջ կազմում, որը նաեւ շատ արդյունավետ է հոմեոպաթիկ մեթոդի միջոցով բուսաբուժությունը ավելի արդյունավետ է դառնում, քան այն կա որոշ բուսաբուժների մոտ եւ բուսաբուժների մեջ էլ տարբեր են լինում, կան որ արդյունավետ են աշխատում ի օգուտ հիվանդի, բայց կան բուսաբուժներ, որոնք պարզապես կոմերցիա իրենց մոտ, այսինքն մոտավորապես ինչ-որ բաներ են լսում խառնում, դրանց են ասում, սա կօգնի, բայց առանց հասկանալու, թե ինչ է բժշկությունը կամ ինչպես է պրոցեսները օրգանիզմում կատարվում։ Այստեղ կարևոր է նաև ճանաչել օրգանիզմը մարդկանց եւ ճանաչել այդ եւ հիվանդությունները ճանաչել։ Հիվանդությունները պետք է ճանաչել եւ մասնագետը պետք է ամբողջ պացիենտի ամբողջ օրգանիզմի մասնագետ լինի, այլ ոչ թե առանձին սրտի մասնագետ, գլխուղեղի մասնագետ, նյարդաբան։ Եթե մասնագետը մի ոլորտի մասնագետ, նա չի կարող պացիենտին օգնել, ուզել չի կարող, ցանկանա, բայց չի կարողանա։ Մասնագետը պետք է լինի բոլոր օրգանների մասնագետ, բոլոր ուղղությունների մասնագետ եւ մարդու մասնագետ, այսինքն ամբողջական պետք է դիտարկի պացիենտը, ոչ թե սրտաբանը կնշանակի սարքափոց, բայց սարքափոցը բանաձև գեղձի պատճառով կամ լյարդի։ Ոնց է այդ սրտաբանը բուժելու, ոչ մի կերպ, ավելի վնաս։ Եվ այդպես շարունակ։ Սա կօգնի ավելի լայն ընկալել հոմեոպաթիկ մեթոդը եւ հասկանալ նաեւ թե ինչ է բժշկումը եւ ինչ է սիմպտոմատիկ բուժումը, որը կարող է վերջինս ավելի վնաս հասցնել։ Առողջ եղեք։